Շնորհակալ եմ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարզային այցերի շրջանակում այսօր հանդիպում ունեցավ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ։ Մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ քննարկեց Արմավիրի մարզում երեխաների ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Պաշտպանի խոսքով մարզեր այցելությունների հիմնական նպատակը ոչ միայն խնդիրների վերհանումն է, այլև արդեն վերհանված խնդիրների լուծումները տեսնելը։ Անահիտ Մանասյանն անդրադարձավ Արմավիրի մարզի համար մի քանի կարևոր խնդիրների, որոնց վերաբերյալ պաշտպանի գրասենյակը ստացել էր բողոք դիմումներ։ Դրանք վերաբերում էին խմելու ջրի որակին եւ մատակարարման գրաֆիկին, որոշ բնակավայրերում հանրային տրանսպորտի բացակայությանը։ Թեև մարզ բարբերաբար այցելություններ եղել են, բայց այնպես է ստացվել, որ մի փոքր ավելի գրաֆիկի տեսանկյունից հարմարեցված չի եղել նաև մարզպետարանի հանդիպումը, բայց դարձյալ ուզում եմ ավելի շեշտել, որ մեզ համար դա կարևոր ձևաչափերից մեկն է։ Անահիտ Մանասյանը նշեց նաև, որ քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում դժգոհություններ են հնչել կոյուղագծերի անմխիթար վիճակի մասին։ Այս մարզում շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել կոյուղագծերի հետ կապված խնդրին, անչափ կարևոր է, որպեսզի հարցը լինի ոչ միայն պետական իրավասու մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, այլ շատ կարևոր է, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, մասնավորապես կարող եմ ենթադրել այս դեպքում Veolia ջուրն է եւ այլն, եւս համագործակցեն իրավասու մարմինների հետ եւ այս խնդիրներին համակարգային լուծումներ դարձյալ տրվեն, որովհետեւ ինչպես մի շարք մարզերում, այդ թվում այս մարզում նկատի ունենալով հին բնույթը այդ կոյուղագծերի եւ այլն բավականին շատ են խնդիրները։ Կոյուղագծերի անմխիթար վիճակին մարզպետը տեղյակ է, բայց դրական պատասխան չունի։ Մատակարարի հետ համագործակցությունն այնքան էլ արդյունավետ չի ստացվում։ Կոյուղի հետ կապված խնդիրը բարձրացրել եմ անձամբ ես, ունենք մարզում լուրջ կարևոր խնդիր է կոյուղին եւ հիմնականում կապված է Veolia-ի վատ աշխատանքի շնորհիվ։ Անդադ դիմում ենք, իրենց կողմին ծառայություն ենք այլ։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը նշեց, որ մարզում խմելու ջրի մատակարարման գրաֆիկի առումով ունեն կարգավորումներ։ Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ մի շարք բնակավայրերում նորոգվել եւ հիմնանորոգվել են խմելու ջրի ներքին ցանցերը։ 21 թվականից սկսել ենք ծրագրերը, հիմնականում սուբվենցիոն ծրագրերով կատարվել աշխատանքները գյուղական բնակավայրերում եւ քաղաքային բնակավայրերում պետություն, համայնք, համաֆինանսավորման վերանորոգվել եւ նոր կառուցվել են ջրագծերը եւ մարզում չունենք այլևս լուծված Նախորդ տարիներին բավականին մեծ ծավալով էր բարձրաձայնվում եւ բավականին շատ դիմումներ էինք ստանում աշխատակազմում։ Նախորդ տարի այս առումով ունեցել ենք դրական առումով զարգացում, որովհետեւ շատ քիչ են եղել աշխատակազմում ստացվող դիմումները այս հարցերի հետ կապված, ինչը վկայում է այն մասին, որ ծրագրային լուծումներ են տրվել, այդ թվում համակարգային լուծումներ են տրվել։ Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև բնակավայրերում ճանապարհաշինության խնդրին, ուշադրությունը Ֆերիկ համայնքում էր։ Բնակավայրեր, որտեղ դեռ լուծումները սպասվող են, օրինակ հատկապես, քանի որ նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից ես այսօր շեշտադրված խոսում, կուզենամ խոսել Ֆերիկ համայնքի հետ կապված։ Ես շատ կարևորում եմ, որպեսզի գործընկերները հետևողական լինեն եւ ճանապարհաշինության խնդիրը նաև այդ համայնքի դիտանկյունից լուծվի։ Իսկ ավելի հաճախ պաշտպանի աշխատակազմը հանրային տրանսպորտի խնդրով է դիմումներ ստանում։ Պաշտպանը կարծում է, որ խնդիրը շարունակական է եւ օրակարգում է մնում։ Ես կարծում եմ, որ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ այս մարզում եւ դարձյալ շատ կարեւորում եմ, որպեսզի իրավասու մարմինները հարցերի հետ կապված հետեւողական լինեն։ Թափառաշների հետ կապված ենք մենք բարբերաբար դիմումներ ստացել եւ ոչ միայն դիմումներ, նաեւ մեր մշտադիտարկումների արդյունքներն են եղել, որովհետեւ այդ թվում Հայաստանի տարատեսակ բնակավայրերում շատ վտանգավոր ելքերով դեպքեր են եղել։ Ինչ վերաբերում էր թափառող շների կացարանի կառուցմանը, մարզպետը նշեց, որ այս ուղղությամբ գործընթացը սկսված է եւ շուտով մեծամորում կկառուցվի թափառող շների համար նախատեսվող կացարան։ Անահիտ Մանասյանը բարձր գնահատեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը եւ այցելությունը շարունակեց մարզի նախակրթական եւ հանրակրթական դպրոցներում։